ամեն ինչ անելու է իշխանությունը, որ այս անձանց պայի անազատության մեջ եւ շարունակի էլի մարդկանց տեղավորել բանտերը, մինչեւ 26-ին կկարողանա ընտրվել։ Եվ այո, ճիշտ եք նկատում, եւ Արամ Սարգսյանը, եւ այլ անձինք արդեն աննամոթաբար հրապարակային ասում են, որ եկեք այս ուժերին չգրանցենք ընտրություններին։ Սա է ժողովրդավարությունը։ Ինձ բացատրեք քվեաթերթիկները վերցնել, փոխելը, կեղծելը, մարդուն կաշառք տալ, ուղարկելը ընտրատեղամաս։ Ինչով է տարբերվում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները պարզապես չգրանցելուն։ Թող փորձի իշխանությունը այդպիսի բան անի, ես համոզված եմ, որ դա բերելու է հանրային ընդվզման։ Այսինքն իրենք ուզում են մեր հասարակության համար ընդդիմադիր այլընտրանքին լրացնեն ու զրկեն այդ հասարակությանը ընդդիմադիր այլընտրանքից, թող փորձեն։ Նման փորձերը երբեք որևէ մեկի մոտ հաջողությամբ չեն պսակվել։ Մանավանդ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որը սովոր չի տևական այսպես ավտորիտար կամ տոտալիտար կառավարմանը, չեն կարող նման բան անել։ Վատ ավարտ է ունենալու։